Գագիկ Ավանեսյան, խորհրդի անդամ։ Ամփոփելով Սամվել Բաբայանի ներկայացուցիչների հետ անցկացված այս հանդիպումը քննարկումը ինչ եզրակացությունների եկաք, արդյունավետ էր արդյոք քննարկումը։ Այո, նենց չի որ ասենք այսօր օնլայն կազմով եք հանդիպել, բայց մենք ունեինք ասենք այդպես շփումներ, որոշ հարցերի ընթացքում նաև քննարկում ենք, մենք մեր տրամադրվածությունը նաև պայմանավորվածությունները նայա, որ ընդհանուր գործի համար ենք պայքարում ու պիտի միասին լինենք այդ հարցում ու խնդրեմ, եթե հարցեր ունեք մնացական։ Իսում եք, հա, բոլոր այն 12 կետերը, հա, որոնք այստեղից ներկայացվել են բոլորի հետ հաշտեք, թե այնուամենայնիվ կամ կետերը, որոնք ձեր կուսակցությունը կամ ձեր թիմը չի կիսում։ 12 կետը հենց մեր խորհուրդն է ձևավորել, ես խորհրդի անդամ եմ, ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցության, պարոն Մնացականյանը ինչ հարցեր ունեք, իրան դիմեք, ես սենց ասեմ, պալատքի ներկայացուցիչն եմ։ Այս պալատկայում, որ քննարկում եք, ուրիշ այդ 12 կետերին ավելացնելու կետեր, առաջարկություններ լինում են, թե չեն լինում։ Առաջարկություններ կա, բնական է կարող է այդ 12 կետը ավելանա, բայց պակասելու խնդիր չկա այդտեղ։ Իշխանապողության պահանջ կար։ Իշխանապողության պահանջ չկա, մենք իրավունք չունենք որևէ մի ձևի Հայաստանի քաղաքական պայքարին, վիճակին, ասեք քաղաքական վիճակին խառնվելու, մենք ոչ ընտրել ենք, ոչ ընտրելու իրավունք ունենք, ոչ է փոխելու հնարավորություն ունենք, ոչ ցանկացած բոլոր քաղաքական կուսակցությունները, որ գալիս են մեզ աջակցություն հայտնելու, բոլորի առաջ, նաև բոլորի ներկայությամբ մենք այդ բանը ասում ենք, որ մենք չենք ներքաշվելու Հայաստանի ներքաղաքական պայքարը։ Չէ, այն գլխից թեմա, որ բացում է, ոնց եք վերաբերում այդ իշխանապողության բան, մենք մեր հստակ դիրքորոշում ասում ենք, որ այդ դիրքորոշումը հաստատված է ոչ միայն խորհրդի կազմով, այն կազմով, նաև միավորումը, որը խորհուրդ ստեղծել է Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության, դա հստակ մեր կետերից մեկն է, որ ներքաղաքական պայքարին չենք խառնում, խորհրդի ձևաչափով, միավորման չափով, անհատները իրավունք ունեն իրաց տեսակետը ասելու, իրաց գործողությունները անելու, դա իհարկե։ Բայց դուք հիմա ներողություն Հայաստանում եք բնակվում, ձեր հայրենիքն է, մեր հայրենակիցն եք եւ այստեղի ներքաղաքական իրավիճակը վերաբերում է ձեզ այնքանով, որքանով մնացած բոլորին։ Ձեր ճակատագին իրենք են որոշելի վերջը։ Կարծիք կարող եք ասել, պայքարում չենք միանում։ Այս իշխանությունների դիրքորոշումը Արցախի հարցի հետ կապված շատ պարզ էր վաղուց, վերջերս էլ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ Արցախի հարցը մեզ համար փակված է, մենք չենք հիմա օրինակ արցախցիները հետ վերադարձի հարց են բարձրացնում, չէ՞։ Այս իշխանություններն ասել են, այդ հարցը մեր օրակարգում չի, այդ իշխանապողության հարց չեք բարձրացնում, ո՞նց է լինելու։ Եթե ուզում եք պատասխանները իմանաք, մանրամասները երկուշաբթի օրը ԱԳՆ-ի դեմը ժամը 11-ին ցույց ալնելու, գործողություն ալնելու կգաք նեղ պատասխանները կստանաք։ Միանշանակ մեզ համար դա ընդունելի չի, որտեղ Արցախի հարցը նաև Հայաստանի կայունության, Հայաստանի ինքնության հարցն է, այդ մենք կարծում ենք, որ դա սխալ է, մեղմ ասենք, սխալ է, մենք մեր դիրքորոշումը որոշել ենք բողոքի ակցիա անել ԱԳՆ-ի առջև, դեղ կգաք։ Եթե իշխանության վերնախավը իդեմս Նիկոլ Փաշինյանի հայտարարում է, որ այն օրակարգերը, որոնք այժմ կան, դրանցով հնարավոր չէ վերադառնալ Արցախ եւ իրենք էլ այդ օրակարգը փակել են։ Գիտեք, մենք ապրում ենք դեմոկրատական երկրում, որ իշխանությունը 5 տարի մեկ փոխվում է, կարող է մնալ նույնը, կարող է փոխվի, այսօրվա իշխանությունը դա է ասում, մեկնաբանությունները կամ ասենք համաձայնություն կամ չհամաձայնվելը, դա մենք ներկայացնում ենք ոնց կա։ Հիմա պիտի մենք նենց անենք, որ փորձենք հասցնենք իրենց, որ իրակ դիրքորոշում փոխեն։ Դες չի որ ամեն մի դիրքորոշում դա մշտական ասենք կայունանում։ Անհատներ են եղել, որոնց
ոնց եք պատկերացնում դրա հետ վերադարձը, հա, եթե այդ մարդիկ չեն արել են այնպիսի քայլեր, որ դրան հետ քայլ գնալ հասնել նախորդ օրինակ բանակցային կետին հնարավոր չէ։ Դուք ինձ ամեն ձևի քաշում եք այն դաշտը, որ ասեմ հաջորդ իշխանությունը կարող է այդ հարցին ուրիշ։ Այդ քայլերը իրենք քայլեր են, որը ցանկացած քայլ նորից հնարավոր է։ Ես ձեզ համաձայն եմ այն բանով, որ ժամանակը ես օրինակ ձեզ կավելացեմ, որ ժամանակն է կորցնում։ Կներեք, հա, ես ձեզ ավելին ասեմ, ինձ համար ամենացավալին դա է, որ հաղթանակից հետո 26 տարի մսխել են իշխանությունները։ Հա, մսխել են իշխանությունը, ցավալի է, հիմա էլ է ժամանակը կորում, բայց նորից եմ ասում, քաղաքականությունն այս բանա, որ ժամանակներ է փոխում, իրավիճակ է փոխում, մենք պիտի երկիրը ուժեղացնենք, բանակը պիտի ուժեղացնենք ու պատրաստվենք հարմար պահի, մենք պիտի պատրաստվենք, նաև մեր պարքայինը։ Մասով ինչու՞ չի այցելում այսքան ժամանակ է, հա, եւ հանրավակ իրականացվեց եւ դրանից հետո այստեղ են գործողություններ արվում, տարբեր ուժեր են գալիս, տարբեր անհատներ իրենց աջակցությունն են հայտնում, բայց Սամվել Շահրամանյանը ոչ մի կերպ չկա, անգամ հայտարարություն իր կողմից չկա։ Դուք ուզում եք տեսնեք Սամվել Շահրամանյան, թե ոնց։ Ինքը մեզ չի խանգարում։ Իսկ օգնում Սենց ասեմ, չխանգարելով արդեն օգնում է, սենց ասեմ։ Կարիք չկա, որ գա Այսինքն, բայց կապ կար հասարակ Կապ կա, իշխանության։ սենց ասեմ, դա մի քիչ բան հարցա, խնդրահարույց հարցա, մենք ձեզ օրինակով ցույց կտակ ֆրակցիայի երկրորդ Արցախյան ազգային ժողովի ֆրակցիայի երկրորդ կուսակցությունը, ստեղա կապը ուրեմն կա մեր ու իրաց մեջ, մնացած ասենք ժողովրդի ու իշխանությունների վերաբերմունքը էլի տարբեր